Ինչպես սրվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական պայքարը, արդյոք Արսենալը կդիմանա։ Ատլետիկո Մադրիդում չգիտեին, որ կյանքը բումերանգ է, մի օր ձեռքում մտա, մի օր Վուլվերհեմփթոնը թռավ, երբ Տոտենհեմի թռիչքը։ Ինչ ապիկարություն արեց Լամին Յամալը մրցանակը ստանալուց հետո, ու ինչպես Հենրիխ Մխիթարյանը կոտրեց լռությունը։ Բաժանորդագրվեք ու ես ձեզ համար կերքեմ։ Լոնդոնի Արսենալը Սիթիին պարտվելուց հետո իր ֆաներին հորդորել է պահել սառնասրտություն, սիրտը սառը վիճակումը չի կանգնում։ Միքել Արտետան Պեպ Գուարդիոլայից սովորել է տակտիկական հնարքներ ու թե ինչպես գետնին թավալ գալ, անգամ եթե դրա կարիքը չկա։ Էրլինգ Հոլանդի շապիկը ճղելով հակից անեցին, այնինչ նորվեգացին պատրաստ էր հենց այնպես տալ, որովհետև վերջապես գոլ էր խփել։ Էս ինչ էր օրինակ։ Ֆանտաստիկ լուրեր։ Մի հատ էլ ես ասեմ, չեմպիոնական մրցավազքը վերածվում է սպրինտի, կրյաների մուտքը խստիվ արգելվում է։ Մանչեսթեր Սիթի Արսենալ, սա պարզապես խաղ չէր, սա չեմպիոնական ճակատամարտ էր, մի քիչ էլ բոյբես պրավի։ Խաղից առաջ ամեն ինչ շատ պարզ էր, Արսենալը առաջ էր, իսկ Սիթին ոչին կպած։ Այլ կերպ ասած, սա եզրափակիչ էր եզրափակչից առաջ։ Խաղը սկսեց շատ արագ տեմպով։ Սիթին բացեց խաղի հաշիվը։ Ուղղակի բացեց հաշիվը ու վերջ։ Հա, թեթև ստացվեց։ Շերկին կայֆավատ լինելով բացեց խաղի հաշիվը։ Բայց Արսենալը արագ պատասխանեց։ Ուղղակի պատասխանեց ու վերջ։ Ահա, շատ անպատասխանատու ստացվեց։ Ինչպես Դոննարոման վարվեց մի քանի րոպե հետո ու հավերցը պատասխան գոլը խփեց։ Դոննարոման ոնց որ ասեր, շերկին կայֆավատ ալնում։ Ես ինչ պակաս տղա եմ, որ մի քիչ էլ ես ելնեմ։ Պակասա, բայց շարիկները գլխում։ Ու դրանից հետո սկսեց քաոսը։ Արսենալը փորձում էր, շատ էր փորձում, մի շատ լավ պահ ունեցավ, երկու անգամ դարպասաձողին դիպան, բայց գոլը չեկավ, քանի որ Արսենալը ամբախտ է։ Ու սա այն պայմաններում, երբ զինագործների ծաղրում էին ամեն քայլափոխի։ Երևի հիշում եք հոպարինը, որ բոթլինգ էր անում։ Մարքետոլոգները շատ արագ սա դարձրին բիզնես ու ամբողջ Էթիհադը ճնշում էր այս շշերով։ Բայց Արտետան դիմադրում էր։ Դիմադրում էր նաև դաշտում, ինչպես պաշտպաններն էին դիմադրում, բայց միևնույնն է, Հոլանդին մի վայրկյան աչքաթող արեցին ու այդ գելը խփեց ախտական գոլը։ Ու ընդհանրապես շատ կատաղի պայքար էր նրա ու Գաբրիելի միջև։ Ընդհուպ մինչև նորվեգացու շորերը ճղեց անգամ։ Այ եթե Սիթին շապիկները Պումայի փոխարեն պատվիրեր Ալեքս Տեքստիլից, այտենց չէր ճղվի։ Իմացեք ում եք գործընկեր ընտրում։ Բայց վերադառնանք խաղին ու մասնավորապես պայքարներին, որոնց ընթացքում ես մտածում էի, թե հեսա չեն դիմանա ու կսկսեն սիրել իրար, բայց բանը դրան չհասավ մեծ հաշվով, այդպիսի մենապայքարներում բանում հաղթում չէր գրանցվում։ Ու սա ես ուզում եմ հաստ գծով ընդգծել մեր պատանի ֆուտբոլիստների, նրանց մարզիչների եւ ծնողների համար, ովքեր ամեն մի ստից քաշումից ասում են ֆոլ։ Արգելիներս այդպես ֆուտբոլիստ չեն դառնում։ Ֆուտբոլիստ դառնում են այդպես պայքարների, դաժան պայքարների մեջ միայն։ Ու երբ հաջորդ անգամ կտեսնեք, որ ձեզնից քաշում են, հիշեք այս դրվագները, խնդրում եմ, դեպի ուղարկեք բոլոր ձեր ծանոթ ֆուտբոլիստներին, նրանց ծնողներին, մարզիչներին, թող տեսնեն, խնդրում եմ։ Բայց Գաբրիելն ու Հոլանդը այտենց խախանդ բաժանվեցին։ Չէ, ցելերը մի պահ իրար կոտոշ տվեցին։ Կողքից մոտեցան, իրար բրբրթեցին, բայց մինչև պոպկորնը մարդիկ հանում էին, ամեն ինչ ավարտվել էր։ Բայց եթե մի քիչ լուրջ նայենք, ապա այս խաղի համար Արսենալին կարելի է ասել հոսանքի փակ շղթա, որը արդյունքում չփակվեց ու լույսը չվառվեց։ Արսենալը լավ խաղաց, բայց չօգտվեց պահերից, իսկ ահա Սիթին իրեն պահեց դասական կիլլերի պես։
մեկ շանս եւ դու մեռած։ Արդյունքում չեմպիոնական պայքարը հասցվեց ծայրահեղ սուր վիճակի։ Իսկ Արսենալի ֆաները շարունակում են նույն երգը երգել։ Որը Չէին ուզում պարտվել նաև Ատլետիկոյի ֆուտբոլիստները Գավաթի եզրափակչում, բայց նրանց ուզելուն ոչ ոք չէր նայում։ Բայց դե как говорится, карма возвращается։ Օրինակ Բարսելոնայի դեմ խաղերից հետո էս ինչ պոստա որ դուք դնում եք ձեր պաշտոնական ինստագրամյան էջում, արա դուք հո սպորտ կոմեդի չեք, որ նման բաներ եք ձեզ թույլ տալիս։ Բայց պետք է ընդունել, որ այս խաղը իրոք Ռեալ Սոսեդադի եւ Ատլետիկոյի միջև Պարզապես բոմբ է ստացվել։ Օրինակ, այս խաղը կարելի էր միայն նայել Ալվարեսի վերջին գոլի համար, որը խաղը տեղափոխում է լրացուցիչ ժամանակ, այնուհետև 11 մետրանոց հարվածաշար ու սկսեց ամենահետաքրքիրը։ Արա այս Ալվարեսը չխփեց։ Բա, սիրուց ատելություն, մեկ քայլ է։ Սյորլոտը նույնպես չիրացրեց հարվածն ու Սոսեդադը դարձավ Իսպանիայի արքայական գավաթի հաղթող։ Ու հատուկ շատ ուրախ եմ Միկել Օյարսաբալի համար։ Նա մեր ժամանակների ամենալավ ֆուտբոլիստներից է, որի մասին ուղղակի շատ քիչ է խոսվում, ցավոք, բայց նա ուղղակի Այդ հենց առանձնակի պետք է նշել նաև Ռեալ Սոսեդադի ծանր հրետանուն, որի արկերը պայթեցին հաղթանակի կապակցությամբ։ Ծանոթացեք առաջիկա խաղերին, որից հետո մեզ մոտ Յամալն է մրցանակ ստանում, Մեսսին կրկին գոլ է խփում եւ Հենոն կոտրում է լռությունը։ Ապրիլի 21-ին Լա Լիգայի հերթական տուրում Մադրիդի Ռեալը կընդունի Ալավեսին, ինչպես նաև Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան Կոմո Ինտեր խաղը կլինի։ Ապրիլի 22-ին Բարսան կընդունի Սելտային ու մի լավ կտանջվի։ Այսպիսի ֆանտաստիկ գոլ է խփում Չավի Սիմոնսն ու գնում տոնելու ոչ միայն գոլը, այլ նաև իր թիմի հաղթանակը, բայց էլ ինչ բայց 2-1 հաղթեց։ Այ դմբո, դու պետքա խաղը մինչև վերջ նայիր։ Ինչպես Տոտենհեմի ֆուտբոլիստները պետքա մինչև վերջ զգոնությունը պահեին։ Բայց նրանք մտքերով արդեն տոնում էին հաղթանակը, երբ Բրայթոնը 95-րդ րոպեին երկրորդ անգամ հավասարեցրեց հաշիվն ու Տոտենհեմին ուղարկեց չեմպիոնշիփ, բայց արդեն 100%-ով հաստատված է, որ Վուլվերհեմփթոնը լքում է Պրեմիեր լիգան։ Վեսթ Հեմի եւ Քրիստալ Փելեսի ոչ ոքից հետո գայլերը ոհմակով հանդերձ ոչ մի շանս չունեն այլևս։ Արդյունքում նրանք սկսեցին ոռնալ անգամ երբ լիալուսին չէր։ Բավարիան հերթական 6748-րդ անգամ ժամանակից շուտ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն։ Դրա որ մասն է հակահերոսություն, մրցակցային անհավասարությունը գլոբ ջան։ Իմացա չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղերն են ու ստացվում է, որ առաջնության մյուս խաղերում Բավարիան կարող է դաշտ դուրս բերել իր միջև 15 տարեկանների թիմին օրինակ։ ԲՍԺ-ին հաստատ դա դուր չի եկել։ Հաստատ, բայց դե մյուս կողմից էլ ժամանակին էլ իրենք էին 10 տուր առաջ չեմպիոն հռչակվում։ Բա կյանքը բումերանգ է։ Ինչքան էլ զարմանալի է, բայց ֆրանսիական լիգա 1-ում չեմպիոնական պայքարը դեռ շարունակվում է։ Փարիս Սեն-Ժերմենը դեռ 600 միավորի առավելություն չունի, ասեմ ավելին, շատ հաճախ պարտվում ու դառնում է մեր այսօրվա հակահերոսներից։ Հերթական տուրում Փարիս Սեն-Ժերմենը խաղում էր Լիոնի հետ, այնտեղ Էնդրիկը երկրորդ երիտասարդությունն է ապրում, բայց ինքը 20 տարեկան էլ չկա։ Դե այս նկարներից հետո անգամ երրորդն էլ է։ Բրազիլիացին նախ բացեց խաղի հաշիվը, հետո գոլային փոխանցում արեց։ Ճիշտ է, ասում են այդ փոխանցումից առաջ միտումնավոր վնասել է Վիտինիային, որը փոխարինվեց այդ խաղի ընթացքում ու հավանականություն կա ավելի ճիշտ հաստատ չի մասնակցի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղին։ Արա, դրա համար Էնդիկեն չսեղմեց Էնդրոյի ձեռքը։ Հա, ասում են դիտմամբ է արել, բայց ես ոնց մտածեցի չհասկացա, չկարողացա գտնել նրա այդ ամեն ինչը անելու մոտիվացիան։ Գուցե դուք օգնեք,
Հարգելիներս, գրեք կոմենտներում կարդա։ Մեր հակահերոսներից է նաև Լամին Յամալը։ Նա Լաուրեուս 2026 մրցանակ է ստացել որպես տարվա լավագույն երիտասարդ սպորտային անձնավորություն։ Բայց դրա ի՞նչն է հակահերոսություն։ Սուս, սենց ենք անում, որ հանկարծ չեղփանա, հեսա մի բան կբռնենք։ Հեսա մրցանակաբաշխությունից հետո ֆրի է ուտում։ Շտապ հանել նրան դուրս։ Սան թաքուն նագետներ էլ կուտի։ 25 տարի ու մի ամբողջ սերունդ մեծացավ իրենց սիրած թիմին կրկին Պրեմիեր լիգայում տեսնելու համար։ Բայց նրանք ամենակարևորը չէին դադարել հավատալ։ 2001 թվականին Coventry City-ն լքեց Անգլիայի Պրեմիեր լիգան 34 տարի անընդմեջ այդ մրցաշարում խաղալուց հետո ու հենց այդ պահին տրիբունաներում մի մարդ կանգնած էր պոստերով, որի վրա գրված էր We will be back։ Շատերի համար դրանք պարզապես բառեր էին, բայց ոչ նրա։ Հետո սկսվեց ամենաբարդ հատվածը՝ ֆինանսական խնդիրներ, սեփականատերերի քաոս, անգամ ստադիոնից հեռացում, խաղեր ուրիշ քաղաքներում, ակումբը բառացիորեն գնում էր կործանման։ Նրանք նույնիսկ Չեմպիոնշիփից իջան Լիգա 2։ Բայց հետո ամեն ինչ փոխվեց, թիմը սկսեց վերակառուցվել, վերադարձավ կապը ֆաների հետ, եկավ նոր սեփականատեր ու ամենակարևորը եկավ Ֆրենկ Լեմպարդը։ Նա վերցրեց թիմն ու տարավ մինչև Պրեմիեր լիգա։ 25 տարվա դադարից հետո վճռական խաղում նրանք ոչ ոքի խաղացին Բլեքբըրնի հետ։ Տրիբունաներում հազարավոր ֆաներ, արցունքներ։ Ու հիմա ամենաուժեղ պահը, նույն մարդը, նույն թիմը 25 տարի անց։ Bannerman Ջոն Մալանին նորից կանգնած էր պոստերով, բայց այս անգամ արդեն գրված էր We are back։ Սա այն պահն է, որ 25 տարի մարդը սպասել է այդ պահին ու այն եկել է։ Coventry այս պատմությունը միայն պարզապես ֆուտբոլի մասին չի, այն հավատարմության, հավատի, մի խոսքով Coventry City-ն վերադարձավ Պրեմիեր լիգա, բայց դա միայն թիմի կամ ակումբի վերադարձը չէր, դա մի ամբողջ պատմության վերադարձ էր, որը շատ գեղեցիկ է։ Լեո Մեսին շարունակում է ժարի տանել ամերիկյան MLS-ում։ Կոլորադոյի դեմ խաղը բարդ դասավորվեց Մեսիենց համար։ Խաղավարտին հաշիվը հավասար էր 2-2 ու Մեսին որոշեց մի հատ այն հներից անել ու նոստալգիա պարգևել մեզ։ Հենրիխ Մխիթարյանը հերթական հարցազրույցը տվեց հայկական մեդիային, այս անգամ Corner-ին։ Անկյունում։ Հա։ Ինտերի փոքրիկ անկյունում։ Մխիթարյանը պատմեց իր գրքից, դրա բովանդակությունից ու առանձնացրեց Իբրայի հետ դաշտից դուրս տեղի ունեցած մի հետաքրքիր դրվագ։ Երևի որ Մանչեսթերում միասին գնացել ենք Մանչեսթերի հայկական ռեստորանը, այնտեղ միասին դուրս ենք եկել ճաշելու երեզան։ Զլատան հավանեց հայկական ուտեստներ։ Հավանեց նույնիսկ 3 գոլ խփեց հաջորդ խաղին։ Ասեմ, մինչև հիմա Իբրայի մոտ հայկական ուտելիքների ազդեցությունը չի թողել։ Էդ ոնց։ Այն օրը իջել էր բձուգյոլ։ Հենրիխը խոսեց նաև Էդուարդ Սպերցյանի մասին։ Որ արդեն Ռուսաստանի առաջնությունների անելիք արդեն արել է։ Իմ ցանկությունն է որ գոնե այս համար կարողանա տեղափոխվել ինչ որ թեկուզ միջին մակարդակի եվրոպական ակումբ։ Վերջ, էսեր։ Հիմնականում հա, բայց մենք սպասում ենք սպասելի բացահայտումների, հիշում ու պահանջում ենք։ Ինչ ենք պահանջում։ Մանրամասն խնդիրների ու դետալների մասին խոսեմ արդեն երևի ֆուտբոլային կարիերայից հետո։ Դե ինչ, հուսանք Հենրիխը կշարունակի հայկական ֆուտբոլի համար որոշիչ դեր ունենալ ապագայում ավելին, քան երբևէ։ Այսքանն էինք պատրաստել այս անգամվա համար, բաժանորդագրվեք ու մնացած գործողություններն արեք։ Arrivederci։